Թալանչիներն ու վհուկները նոր միս են գտել գզելու։ Նորություն են տարածում, որ Եվրոպան համատարած դեպորտներ է սկսում։ Ու պատճառաբանում են, այնպես են մանիպուլացնում այս հարցը, որ իբր Նիկոլ Փաշինյանը գնում է Եվրոպա, որտեղ բոլոր այդ ղեկավարներին ասում են մեր հայերին դեպորտ արեք։ Մենք շատ լավ երկիր ենք, հարուստ երկիր ենք, ամեն ինչ նորմալ է մեր մոտ, նենց որ դեպորտ արեք։ Ալուրջը ասում չգիտես խնդաս տելաս։ Նախ առաջին ասեմ, որ մենք դառնում ենք լավ երկիր, որ մենք զարգանում ենք։ Մենք դա թակում չենք բայելու, ձեր խաթեր։ Էդի մեկ։ Երկրորդը, ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանն բան ու գործ չունի, էլ ասելիք չունի, գնա ընդեղի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, ասի իմ հայերին դեպորտ արեք, լուրջ եք ասում։ Էդի Նիկոլ Փաշինյանը չի ասում դեպորտ արեք։ Էդի բոլորիդ պահվածքն այնտեղ ստիպում, որ Գերմանիան սկսի դեպորտը։ Որտեղ այդ պետությունը ռեզինից չի։ Տարբեր երկրներից եկել լցվել են այդ երկիր։ Մուսուլմանական պետություններից, Ուկրաինայից, հայերն էլ, բոլոր պետություններից էլ լցվում են այնտեղ։ Ու խնդիրը նրանումն է, որ 90%-ը չի ինտեգրվում այդ պետության կյանքի մեջ։ Ոչ լեզուն է սովորում, ոչ փորձում է աշխատի, վզներին նստած է։ Ու ինչ է ստացվում, որ գերմանացին բերշնի հարկեր ամուծում, որ դու գնաք ընդ կայֆավատ լինեք։ Կամ այդ պետությունը պետք է հարկերը իր նորից բարձրացնի, այդ դեպքում բունտ կլինի ու ճիշտ կանեն, կամ պետք է սկսի այդ դեպորտները, ովքեր չեն ինտեգրվել Գերմանիայի կյանք։ Ինտեգրվեք, սովորեք, լեզու սովորեք, գնացեք աշխատեք, չէ, դուք այդ նպաստների վրա վերընկացեք, ինքն հանում ռադանում, մենք չէիք ուզում։ Նիկոլաս դե դու պրիչոմ։ Պրոստը զզվելի եք, էլի, որ ամեն ապուշություն դուս եք տալիս։ Առանց հասկանալու, ինչ ա թե, էլի ցեղ շպրտեք, այս պետության վրա, այս ղեկավարության վրա։ Բա գնացել եք, տեղ հատվեց ես Գերմանիան։ Բա լեզու սովորեք, ինտեգրվեք, աշխատեք, հարկեր մուծեք այդ պետությանը։ Բա դու լոդրի նման նստում եք, հետո զարմանում եք, որ դեպորտ է անում։ Մարդիկ կան, թե բա ես բուժման համար եմ գնացել, բուժումս միջև վերջ չեմ ստացել։ Այո, յուրաքանչյուր որոշում, օրենք, որը որ կայացվում է ինչ-որ պետության մեջ, ինքը եզր ունի, այդ եզրին կարա ինչ-որ մեկը լինի ու դա խփում է։ Այդ նորմալ է, դա աշխարհում է տենց։ Ասենք որոշում են կայացնում, այս ինչ թվականի, այս ինչ ամսից, սկսած, ու դու սա գալիս, որ մի հոգի կանդե, որ մի օր ուշանում է այդ թվականից։ Всё, իր իրավունքները ինքը համարում է, որ խախտված է, որ անարդար է։ Դա նորմալ է։ Օրենքը չի կարա բոլորին հաջողանա, չի կարա որոշումները։ Հիմա Գերմանիան նման որոշում է կայացրել։ Ես չեմ զարմանում ու չեմ մեղադրում այդ պետությանը, որովհետև Եվրոպան ռեզինից չի։ Ու գնացողներն էլ չեն ինտեգրվում։ Ու նորմալ եմ դա համարում։ Ես չեմ ասում ես ուրախ եմ, որ դեպորտ է անում։ Իմ կյանքում вообще բան չի փոխում դրանից։ Հարցը դա չի։ Ոչ ուրախանում եմ, ոչ տխրում եմ, անամ սորավնո վիճակը։ Բայց որ դուք մեղադրում եք, որ Նիկոլ Փաշինյանն է, գնացե ղեկավարին ասե, որ իմ հայերին դեպորտ արա, այս է ապուշությունը։ Որ չեն ինտեգրվում այդ պետություն։ Ամենահետաքրքիրն է, որ գնում են, ու ամեն մեկը իրան դնում է ունիկի տեղ, ու փորձում է այդ պետությունը խափի։ Լևի գործերանի, Հապորինի գործերանի, դավադիտ են անում։ Հենա ամերիկացիներին հարցրեք, ձեզ կասեն։ Վերջին տարիների գնացած հայերը ինչով են զբաղվում։ Նենց որ ես չեմ զարմանում։ Իզուր մի հիմարություններ դուս տվեք։ Չկա այդպիսի բան։ Իմաստը ո՞րն է։ Նիկոլը գնա նման բան ասի։ Որ գաք հետո միս ուտեք, այ քեզ բան։ Զորով ասի եկեք կծեք 5-րդ տոճկես, հա։ Ասենք իմաստը ո՞րն է։ Կան մարդիկ նաև, որոնք գնացել են եւ ասել են, որ իբր իրանք կիս ադրբեջանցի են, իսկ Հայաստանում ժողովուրդը չի հանդուրժում նմաններին, հետապնդում են եւ այլն, դրա համար իրանք այնտեղ են։ Հիմա խաղաղություն են կնքել։ Գերմանիան ասում է, որ նման մարդկանց արդեն այնտեղ չեն հետապնդի։ Հիմա ինչ խաղաղություն չկնքենք, ինչա դες դեպորտ են անում։ Դրա մարեք դեմ խաղաղության։ Չէ, ժողովուրդ, մեզ չի լինում։ Ձեր պատճառով մենք չենք դժվելու։ Գնացել եք, լավ եք արել։ Ինտեգրվեք, սովորեք, աշխատեք։ Գնացեք խանութ մտեք աշխատեք, չեմ անում, մի տեղ մտեք աշխատեք, որպեսզի Գերմանիան ձեզ դեպորտ չանի։ Ու իզուր մատ-թափ մի տվեք։ Մեր պետության վրա կամ մեր ղեկավարության վրա, ձեր արած հիմարությունների պատճառով, ձեր լոդրության պատճառով։ Իհարկե կան մարդիկ, որոնք գնացել են եւ մեղադրել են Հայաստանի Հանրապետությանը, որ բռնապետ պետություն է, այն ժամանակ տենց էր։ Դա էդի ոչ մեկ չի կարա երկի։ Բայց հիմա Գերմանիան նայում է, ասում է ձեր պետությունը ժողովրդավար պետություն է, ու սա էլ կարող փաստենք, սա անհերքելի փաստ է։ Այն առավոտի Նիկոլինի ինչ ասես ասում են, ոչ մեկի գլուխը չի ջատվել։ Դրա համար Գերմանիան նման որոշում է կայացնում։ Այն մարդիկ, ովքեր այդ պատճառով են Գերմանիայում, իրանք հաստատ դեպորտ են անում։ Բայց եթե այդ մարդիկ ինտեգրվեին, լեզու սովորեին, աշխատեն հարկեր տային, Գերմանիան իրենց հետ նման կերպ չի վարվի։ Այնպես որ ուշ չի։ Գնացեք գոնե հիմա ինտեգրվեք, ու իզուր ոչ մեկին մեղադրեք։ Հələ որ ուշ չի։ Գնացեք, ինտեգրվեք, աշխատեք, հարկեր մուծեք ու Գերմանիան ձեզ չի կպնի։ Դա հաստատ։ Իսկ կանա